Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, մեր ընդդիմությունը էլի հերոսաբար լքել է դա ալիճը եւ չի մասնակցում քննարկմանը եւ սա հերթական անգամ վկայում է նրանց ողջ քաղաքական ուրեմն ուժի եւ կշռի մասին եւ ես ուղղակի ուզում եմ իրենց դիմել, որովհետեւ նրանք տարբեր բաներ էին, աճպարություններ էին ուզում անել, ասում են տենց մենք դեմ ենք, այո, մենք կողմ ենք այս նախագծի ոգուն, սակայն դեմ ենք դրա ժամկետներին եւ այլն, ասում էին, որ նախորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի անունն է գրվել պլակատների վրա, մենք էլ ենք գնացել։ Շատ լավ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է, իր անունը գրվել է մեր պլակատներին։ Բայց մենք գնացել ենք ընտրության որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, խոսքը դրա մասին է։ Եղեք ձեզ դրել էշի տեղ, ասենք դուք չեք հասկանում, ինչի մասին է խոսքը։ Կամ որ տենց բանը, լավ բանը անուններով գնալը, խիչ եք դուք ձեր դաշինքի անունը, ասենք դրել բան, վերադարձ Պապլավոկ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տես դրեք գնացեք, եք դրել Հայաստան դաշինք, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանն է այդ դաշինքի բանը առաջնորդող ուժը։ Կամ ասում են, բանը 2 ամիս առաջ փոփոխություններ են անում, նշանակում է, որ քաղաքականապես խաթարում են բան եւ այլ քաղաքականապես անընդունել է։ Բա քաղաքականապես անընդունելի չի, որ այդ 2 ամիս առաջ այն քաղաքական ուժի առաջնորդը, որն ուզում է գա ժողովրդին փրկել, դեռ 2 ամիս առաջ մի անգամ ժողովրդի հետ չի խոսել։ Մի անգամ ժողովրդի հետ չի երկխոսել այն ժողովրդի հետ, որին ինքը պատրաստվում է փրկել։ Կամ ընդհանրապես սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ դեպք է, որովհետև ես տեսել եմ քաղաքական ուժերի, որոնք կարողանում են խոսել, ես տեսել եմ քաղաքական ուժերի, որոնք չեն կարողանում խոսել, բայց առաջին անգամ է, որ քաղաքական ուժը ոչ կարողանում է խոսել, ոչ կարողանում է չխոսել։ Որովհետև որ նայում ես բանը, Սամվել Կարապետյանը, ասենք թե AI-ով չի խոսում, որպեսզի բան, արհեստական բանականությամբ է խոսում, որ հանկարծ չսխալվի։ Բայց մյուսներն էլ, որոնք որ խոսում են իրենց բնական բանականությամբ, ավելի վատ են խոսում, քան թե արհեստական բանականությունը, որը խոսում է նրա համար, որ հանկարծ իրենք չսխալվեն։ Կամ որ ասում եք բան, ժողովրդավարությունը վտանգված է։ Ժողովրդավարությունը նախ եւ առաջ կարա վտանգվի այն փաստի բերումով, որ դուք ընտրակաշարք եք բաժանում։ Հələ դեռ ընդդիմությունը ընտրակաշարք եք բաժանում։ Լավա չեք ասում, եկեք քրեական օրենսգիրքը չեղարկենք, որպեսզի կարողանանք ընտրակաշարք բաժանել, թե չէ ժողովրդավարությունը կխաթարվի։ Խելքների ձուն գա։